Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Եվ այսօր ձեզ համար առանձնացրել ենք Միխայել Բուլգակովի վարպետը եւ Մարգարիտան եւ Երեշե Չարենցի Նայրեց կապիտալը աշխատությունները։ Էլի կրկին երբ սկսում ենք քննարկումը, կարծես թե այս երկու աշխատությունները այդ որևէ ընդհանրություն չունեն, թերևս այն մի այսպես ասած թեվավոր դարձած խոսքը, հա, վարպետի եւ Մարգարիտայից, որ ձեռագրերը չեն այրվում բուկը նիգայի հետ։ Հիմա խնդրեմ դու երևի սկսենք Չարենցից ներկայացնես, թե ինչու մենք ընտրեցինք Չարենցի կապիտալը, ու արդեն հետագա քննարկումը ըստ դրա կշարունակենք։ Ուրեմն որպես գործ հայ հանրությանը Նայրեց կապիտալը Չարենցի այս գործը շատ քչերին է հայտնի, բայց իր պատմությունը ինձ թվում է Չարենցի մնացած գործերից շատ ավելի հետաքրքիր է, քան բուն գործը։ Ուրեմն ասեմ ակցենտը դրվում այսօրվա եթերի, որ երբևէ ձեռագրերը չեն այրվում։ Ոչ միայն ձեռագրերը, այլ նաև մարդուն հնարավոր է ոչնչացնել, բայց նրա գաղափարները, նրա գործը հնարավոր չէ ոչնչացնել։ Հիմա մի հատ նախաբանով պատմեմ, թե ինչ պատմություն կա սրա հետ, ու դրանից հետո արդեն դու կմտնես վարպետով ու Մարգարիտան ու կխորանաս հենց այդ բուն ինչպես մարդուն հնարավոր չի մարդու ձեռագրերը եւ մարդու աշխատանքը ոչնչացնել։ Հիմա ինչպես գիտենք, Չարենցը մի քանի անգամ է ձերբակալվել, բայց վերջին ձերբակալությունը 37 թվականին է տեղի ունենում ու մինչև մահանալը Չարենցը գտնվում է բանտախցում։ Ինքը բանտախցում տարբեր ձեռագրերով բաներ է գրում, բայց դա պահպանված չի։ Ուրեմն նույն խցում Չարենցի հետ նստած է լինում այսպես ասած օշական գյուղից մի հատ մարդ Հայկ Ներսիսյան անուն ազգանունով, որը որ ինքը գերականություն շատ է սիրում, հիմա անայտ այդ մարդու բանը, ու ինքը նույն խցում լինում են նաև Ալազանը, Թոթովենցը, Մահարին, Բակունցը, ու պատկերացա, այս մարդը, որ բանտում որևէ բան չունի, մարդը չգիտի ինչ անի, գերականություն սիրող, ինքը երկու բանով բլոկնոտի մեջ վերցնում է տարբեր մտքեր է շարադրում այդ գրողներից։ Հիմա երբ որ արդեն Չարենցը մահանում է, Բակունցին գնդակարում են, Թոթովենցին գնդակարում են, այսինքն բանին տեղափոխում են, Մահարին տեղափոխում են արդեն Սիբիր, այս մարդուն ձերբակալում որ պետք է տանի գնդակարության, մոտը հայտնաբերվում է մի հատ գրքույկ անհայտ ծագման, ու ամեն տողը ինքը չգիտեն որտեղ է։ Հայերեն գրված տողեր են, այդ մարդկանց այդ զրույցի ընթացքում կարող է ենթադրում եմ, այսինքն կամերայում նստած, գիշերները բան չունի, այս մարդը գրում է սկսում է գրել։ Ուրեմն այս գրքույկը արգրավում են, բանի ժամանակ, մարդը ցուցմունք է տալի, որտեղից է, ինքը ասում է այս մարդկանց այդ գրողների հետ մեկից նստել եմ, գրում եմ, ու ամբողջը վերագրում են Չարենցին, որ Չարենցի գրվածն է, բայց Չարենցի գրվածը չի, խառախուրը գրված է։ Ուրեմն թարգմանում է ռուսերեն այդ մարդու գրքույկը, հայերենը ոչնչացվում է, եւ հետո ռուսերենից հետո, հիմա սրա այդ պատմությունից հետո վերացված է գործերը։ Արմենակ Արմենակյան մի մարդ, որը որ համալսարանում դասախոս է, նաև անվտանգության մարմիններում երկար տարիներ ծառայություն, ինքը հայտնաբերում է, այսինքն ռուսերեն թարգմանությունը, ինքը հետ է թարգմանում հայերեն, ու որպես ժողովածու տպում է այս Նայրեց կապիտալը։ Հիմա որ այս ամբողջ պատմությունը դուք իմանում եք, մի հատ նենց պատկերաստացվում այս գործը։ Դու հələ պատկերացրու այդ մարդկանց շունչը, այդ մարդկանց վերջին շունչը, ինքը կարող է մի տողնա Չարենցը կամ ամբողջական, բայց որ դուք ի սկզբանե գիտեք Չարենցը, դուք որպես Չարենց այս գործը կարդում եք։ Ասեն մարդուն հնարավոր է ոչնչացնել, դաժե կարող է նույնիսկ դար իրեն չի պատկանում, բայց որ այդ շունչը կա, այդ մարդը ինչ հավատով է գրել։ Մի ուրիշ ձևի բան է դառնում, գործ է դառնում, գործ է դառնում։ Ես մինչև հասնելը Բուլգակովին, ես կուզեմ էլի Չարենցով առեղծվածային բաներով պատմեմ, պետք չի մոռանալ, որ Չարենցի 40% գրականությունը ինքը պահպանվել է էլի մի մարդու շնորհիվ, Ռեգինա Ղազարյանի շնորհիվ, որ էդ էլ ասեմ հիմակվա ժամանակների հետ զուգահեռներ անցկացնելու, որ այդքան ընկերներ, այդքան մտավորական այսպես կոչված մարդիկ բոլորը վախենում էին Չարենցից մի հատ տող պահեն, որ իրանց մոտ կհայտնաբերվեր, իրանց հետ կգնդակարեին կամ որովհետև ազգի թշնամի էր։ Բայց մի մարդ
ինքն էլ հերմոֆրոդիտ լինելով հանդերձ, որ ասեն հայերը տենց կարող է տղամարդ տենց բան, ինքը մարդը վերցնում է ու ինքը միակ մարդն է լինում, որ ինքը չի վախենում այդ ձեռագրերը պահել իր մոտ ու հետո արդեն Ստալինի մահից հետո մեզ ինչ հասել է Չարենցի, պետք է Ռեգինա Գազարյանի շնորհիվ։ Ես մի հատ անհայտ մարդուց Հայկ Ներսիսյանից սկսեցի Ռեգինա Գազարյանով ու այսինքն մի մարդը ոնց կարող է բանալ ամեն ինչ փոխել, բայց դրանից հետո այսինքն այդ բարձր այդ վերցանումից հետո արդեն հողի տակ է թաղված լինում շատ անտերելի չի լինում ձեռագիրը, Պարուս Սևակն է մեծ աշխատանք տանում այդ Չարենցի ձեռագրերը վերականգնելու համար, բայց ամբողջությամբ խոսքը նրա մասին է, որ ինչ ուզում է լինի, ինչ ուզում է անեն մարդու հանդեպ, մարդու գաղափարը, մարդու ստեղծածը հնարավոր չի ոչնչացնել, կարան այրեն, ոչնչացնեն, գնդակարեն, սպանեն, ու ես ուզում եմ զուգահեռ անցկացնել այսօրվա հետ կապված, որ հիմա էլ ամեն ինչ կարող են անել մարդու հետ կապված, բայց ոչ իր անունը կարան ոչնչացնել, ժամանակավորապես մարդիկ կվախենան, ժամանակավորապես մարդիկ ինչ ասեն, դաժե կեղծ ցուցմունքներ կտան, բայց կփորձեն աղավաղեն, կպղծեն ամեն ինչ, ինչը որ կատարում է, բայց որոշ ժամանակ հետո այդ ամեն ինչը ցրվելու է ու իրականությունը, իրական արժեքը, ինքը ինչ որ ձևով ինքը դուրս է գալու, հնարավոր չի։ Ու եթե տեղափոխվենք 2000 տարի առաջ, նույնը կատարվեց Քրիստոսի հետ կապված, որ նայում էինք ինձ Բուլգակովի ընդհանրապես ինչն է, ինքը ռուկոպիսի նիգարետը ինքը Հիսուսին էլ է վերաբերում, հա, մարդուն կարաս խաչես, մարդուն կարաս վարկաբեկես, ամեն ինչ անես, բայց մարդու գործը հնարավոր չի ոչնչացնել, բացառված է ոչնչացնելու։ Դեմա դու սկսի, հետո մենք կվերադառնանք մեր օրերը։ Շնորհակալություն։ Նախ այս պատմությունը շատ հետաքրքիր է, գիտես, երևի սրա մեջ ամենահետաքրքիրն ինչն է, որ երբ մենք ինչ-որ գործ ենք կարդում, հա, ասենք կլինի Վարպետը Մարգարիտան, կլինի Չարենց կամ մեկ այլ հեղինակի, մեզ թվում է, որ հեղինակը նստած իր աշխատասենյակում հանգիստ պայմաններում ինչ-որ ստեղծագործություն է երկնում։ Հա, ինքը որևէ ապրում իր, բայց դա մեջով է։ Բայց հենց դա, որ օրինակ սա գրվել է, ասենք փաստորեն, չգիտեմ, բանդում ինչ-որ մեկուսանում մի քանի հեղինակների միքսա, նույն Բուլգակովի Վարպետի Մարգարիտայի հետ կապված բազմաթիվ են այնտեղ միֆական ոչ միֆական նյութական, ու սկսենք այնտեղից, որ ինքը ծանր ֆինանսական վիճակում եղել է տեղափոխվել է Մոսկվա, հետո իր անձնական, այսինքն ընտանեկան բաժանվել է երկրորդ կնոջ ամուսնություն, բայց այդ ռուկոպիսի նիգարիատը նաև կարելի է հենց վերագրել, եթե տեսնենք դու նշեցիր Հայկի, Ռեգինային, մյուսներին, նաև հենց Բուլգակովի կնոջ միջոցով է պահվել, հետո Բուլգակովը ինքը մի քանի անգամ փորձել է այրի այդ իր աշխատությունը ու հենց ստեղծագործության մեջ էլ կա ինչն է հետաքրքիր բան, ռուս նոմրապես լավագույններից այլունք գրականագետ կա Դմիտրի Բիկովը, ինքը առանձնացնում էր, որ լավ ստեղծագործություններ եւ հանճարեղ ստեղծագործությունները տարբերվում են այդ շերտերով, այսպես ասած, հանճարեղ ստեղծագործությունը պետք է 3 շերտ ունենա։ Հիմա Վարպետը Մարգարիտան այդ դասի մեջ է, որովհետեւ մենք ունենք շերտ համար 1 դա Հիսուսի եւ Պիղատոսի պատմությունն է, շերտ համար 2 դա Վոլանդի եւ իր այդ շքախմբի այցելությունն է եւ այսպես չակերտում ասած արկածներն են Մոսկվայում, Բուլգակովի դեպքում մերօրյա Մոսկվայում, այսինքն 30-ականների Մոսկվա, ու երրորդը հենց արդեն Վարպետի եւ Մարգարիտայի սիրո պատմությունը կամ իրականում Բուլգակովի եւ իր կնոջ այսպես ասած հարաբերությունները։ Հիմա արի սկսենք երևի ամենասկզբից, ոնց դու նշեցիր, Պիղատոսի եւ Հիսուսի զրույցը, ընդհանուր այդ դատավարությունը, հա։ Մենք մի անգամ սրանք արջ անդրադարձել ենք, բայց ես կուզեմ նորից, այսպես ասած, քանի որ եկել ենք հասել ենք այս կետին, կրկին անդրադառնանք։ Այստեղ ի՞նչն է խնդիրը։ Այդպես դու նշեցիր, որ վախը, այո, վախը ինքը շատ մեծ գործոն է, բայց երևի թե մեր քննարկման ընթացքում էլ ասացի, որ այս գրքի հակահերոսը ոչ թե Վոլանդն է, այլ Պիղատոսն է։ Ինչու՞, որովհետև դա առնվազն Վոլանդը ինքը բացահայտ հանդես է գալիս որպես չարիքի մարմնավորում։ Ուրիշ բան, Բուլգակովը հենց գրքի սկզբում տալիս է Գյոթեի Ֆաուստից այն հատվածը, որ ինքը չարիքի մասնիկ է, բայց միշտ բարի է գործում։ Բայց ինչու է Պիղատոսը, որովհետև A ինքը ուներ շատ մեծ լիազորություններ, B ինքը իր խղճի առաջ տեսնում էր, որ այդ մարդը, այսինքն Հիսուսը, հա, անմեղ է, ինքը դա անգամ բարձր ձայնում է, որ այսպես ես տեսնում որ մի մարդ անմեղ է, իսկ բառաբան մեղավոր է։ Բայց ինքը հասարակության ճնշման տակ
պոպուլիզմ, պաշտոնը պահպանելու անհրաժեշտության տակ, ինչ-որ միջանձնային կամ այլ շահեր ունենալու պատճառով ու այդ ամեն ինչ ոնց հանրագումարը վախ է, ամենը որտեղ վախն է, հա, պաշտոն կորցնելու վախը, չգիտեմ, իշխանություն կորցնելու վախը, մնացած այդ վախերի գումարման արդյունքում ինքը վախից դրդված գնում է իր խղճին հակառակ։ Այսինքն գլխավոր հակահերոսը նա է, ով տեսնում է ճշմարտությունը, հասկանում է, կարող է ճիշտ գնահատել է ճշմարտությունը, թե ով է արդար եւ ով է ոչ անարդար, եւ գնում է դրա դեմ։ Վոլանդը բարոյական խնդիրը չունի, Վոլանդի ներքին կոնֆլիկտ Վոլանդի մոտ չկա այդ մասով առնված է։ Հիմա Լևոն շատ մի հատ ճիշտ տեղի խփեցի, մի հատ ես ուզում եմ, եթե սրանից 2000 տարի առաջ կամ Ստալինյան ժամանակներում, եթե մարդիկ իսկականից կյանքի մահի վախ ունեին, բայց հիմա կա վախը որն է։ Հիմա գիտես ինչ ինձ զարմացրեց անցյալ շաբաթ մեր Բաքվում պահվող ռազմագերիների հայտարարությունները, որ իրանք էլի նույն կյանքի մահվան եզրին կանգնած, իրանք չեն վախենում որևէ հայտարարություն անել ազգային, բայց ստեղ նստած Երևանում կամ ինչ ասեմ, կառավարության շենքում մարդիկ ամեն ինչ վախենում են, որը կամ առանց թիկնապան մարդը վախենում է մի հատ կարծիք հայտնելու, մարդը վախենում է ազգային ինքնությունը պաշտպանելու։ Այսինքն ինչն է, որն է դրդում, որ մարդիկ չեն վախեցել կյանքի մահվան եզրին կանգնած ճշմարտությունը ասելու, իսկ ստեղ տես կյանքի մի հատ մաքսիմում պետք է մի հատ գործ փոխցնեն կամ ենթադրենք, ինչ ասեմ, ոնց որ դրա շատ վառ օրինակը Բագրատ Սրբազանն էր ասում էր ես ինչ բանտում նստած ավելի ազատ եմ, չնայած ինչ բանտ դուք Բաքվի բանտում նստածների մասին մտածեք, ամեն դեպքում ստեղի բանտում գնացել են գոնե ոնց կարող է իրականությունը չխոսակ Ղարաբաղյան պատերազմի թե ինչի եղավ այդ զոհերը, ինչի տրվեց, այսինքն ինչի որևէ ձևով արձագանք չկա, որ այդ ամեն ինչը հանուն ոչնչի չի արվել, հանուն արդարության, հանուն ճշմարտության արվել, ու այսօր է շարունակում։ Եթե այդ մարդկանց գործը դարձում ես հանուն ոչնչի, այդ մարդկանց ստի վրա ես կառուցում, այսինքն բանով պիրատոսություն ես անում, ձեռք է տվել, որ մենք երբեք Ղարաբաղ չենք ունեցել, մենք կողքից կանոնած, արդեն դու ինչն է քեզ բանում ստիպում վախենալ հիմակվա իշխանություններից կամ ինչն է իշխանավորներին վախենում բանը ստիպում վախենալ Ալիևի ինչ-որ մի հատ կամահաճուքին արժանալուց թե չարժանալուց։ Ինչն է, ես այդ բանը չեմ կարողանում հասկանալ։ Դու բան ես ինձ նշում ես, ասում ես բարոյականությունը, բայց այդ բարոյականության խնդիր չկա։ Այդ որտեղից է վախը։ Եթե մարդիկ պատրաստ են եղել ու այն ազգը, որը որ պատրաստ է եղել այդ զոհությունների գնով եւ պետություն ունենալ եւ Ղարաբաղ ունենալ, այսօր հանդուրժում է այն մարդկանց, ովքեր որ Ալիևի դուդուկի տակ ապարում են։ Այսինքն ինչն է ստիպում այդ մարդկանց ապարել։ Այդ վախ չի եկել, միակ ուրիշ բան, այսինքն ես չեմ կարողանում հասկանալ։ Դες երբ ես նշում եմ որ դա բարոյականություն, այսինքն հա բարոյականություն ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ որն է ճշմարիտ եւ որն է ոչ ճշմարիտ է եւ քո անձնական շահին դեմ խոսալ ճշմարտության մասին, չանել բեղատոսություն։ Սա բարոյականության մասով։ Այս քո հարցի այս շարունակության վերաբերյալ, հա, գիտես ինչն է հետաքրքիր, մենք էլի կարճ անդրադարձանք Տիգրան Պասկևիչյանի ֆիլմին անկախության մերուղին։ Իմ համար ասում եմ, ուղղակի շոկային է, ոնց կարող է մի սերունդի փոփոխության արդյունքում այսինքն 180-աշրջան շրջադարձ լինի։ Այսինքն այն սերունդը 88 թվականին անցավ երկրաշարժ, շրջափակում, պատերազմ, խավարի եւ չգիտեմ կոմունալ կենցաղային այդ բոլոր խնդիրների մեջով հանուն մեկ գաղափարի, այսօր որոշել է այդ ամեն ինչը զիջի, որովհետեւ ասֆալտ են փռում, որովհետեւ թոշակ են բարձրացնում, որովհետեւ չգիտեմ աշխատավարձ են բարձրացնում, բժշկական ծառայություններ են դեռևս 2 տարի առաջ իրանց աչքի առաջ օրինակ, որ 120,000 մարդ բլոկադայի մեջ ու ադրբեջանական ինչ ասեմ դիպուկահարների հսկողության, որ կարային ամեն վարքան սպանել, այնպես դեպքեր եղան։ Իրանք չլքեցին երկիրը, որ կարային գնային։ Իրանք պայքարեցին, չէ՞, մի տարի բլոկադայի մեջ։ Պատերազմը 20 թվականին մինչև 23 թիվը վերջին մի տարին ասում եմ, առնվազն 3 տարի այդ մարդիկ վտանգավոր պայմաններում իրենք ապրեցին ու հավատում էին։ Ու նույն Ռուբեն Վարդանյանի օրինակը, որ մարդը կամավոր գնաց, ու ելի մենք էլի ծանոթներ ունենք, որ կամավոր գնացին
եւ զոհվեցին եւ այդ բենզինի պայթյունից անհետ կորան շատ ծանոթներ ընկերներ մարդիկ որոնք որ ամեն ինչ թողեցին գնացին Հայաստան հավատալ բայց դա տենց կասածը շատ երկարաժամկետ բան բայց ընդհանրապես 2 տարվա մեջ ազգը փոխվեց այս 2 տարվա մեջ այսինքն ինչ եղավ այդ նույն ազգին մենք նույն ազգը չենք այսինքն ոնց եղավ որ մարդը կարող է հանդուրժի այսօր ասի դրա դե ինչ է եղել որ ինձ այդ ասֆալտը տվել են ես լեյվ ինչ ասեմ ապահով ապրում եմ խնդիր չկա ես կգնամ ընտրություններին կարևորը որ այս համերգին կգնամ կմասնակցեմ ադրբեջանական բենզինը կլցնեմ ու հերներ անեցածալը ինչ Բաքվում մարդ կա այդքան անհետ կորած հարյուրավոր անհետ կորած մարդիկ կան հարյուրավոր իրավունքներ կան չհաշված այդ զոհվածների ծնողները Լևոն այդ մարդկանց երեսին ոնց եք նայում դուք այդ սրբապատկության ինչ աշճան է ես մի բան էի գրել այդ դրա պատասխաններ չունեմ ասում եմ դու ինչ բարոյական թեմա կարաս խոսած կամ ինչ թեմա կարաս խոսած այն մարդու մոտ որը պատրաստ է հանուն իր հարազատի այսինքն որ հարազատը զոհվել է կամ ինչ որ մեկը մարդասպանը սպանել է ու ինքը գործարքի գնա այդ մարդասպանի հետ այսինքն ինչ կարա լինի մի հատ ինչն է ստիպում մարդուն գործարքի գնալ մարդասպանի հետ այդ է ինձ ես չեմ հասկանում ես ոչ թե ուզում եմ իմանամ նույն գրականության միջոցով ես փորձում եմ կամ հոգեբանների միջոցով բարձր մարդասպանի հետ գործարքի գնալը որն է քո երեխայի մարդասպանի քո երեխայի քո հարազատի քո կնոջ ամուսնու ես շատ եմ այսինքն շարքը ունենց չի որ այնքան ժամանակ անցել կամ դու այնց խորը հոգեվոր բարձր մարդ ես որ այնց վերևից նայես ասես ես ներում եմ իսկ ինչն է ստիպում մարդկանց այդ դες էլի վերադառնում են նույն ասել են բարոյականության բացակայությունը եւ վախը բայց արի մի քիչ խորանանք մի քիչ փորձենք բացել այս թեման որտեղ իրական շատ հետաքրքիր նայ ես համոզված եմ որ թե 90-ականների այդ Արցախյան շարժման ժամանակ թե հիմա այս 20 թվականից հետո հասարակության մեջ երկու բևեռներն էլ եղել են եւ գաղափարական մարդիկ, հա, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Իշխանյանի ու մնացած, ասենք, նույն այդ զոհված կամավորագրված, զոհված տարեկի այն գաղափարական մարդկանց, ովքեր մինչև վերջ հավատարիմ հաստատում մնացին իրենց արժեքներին, ու եղել են նաեւ այդ փողի, ասֆալտի, թոշակի աշխատավարձի, այսինքն այդ սպառողական հասարակակի այդ տարբեր է եղել, դա բան չանենք, ասենք, որ քննադատություն չի դիալեկտանացնենք որ անգամ քննադատություն հայ ազգին առումով որ բոլոր ազգերի մեջ դրանք կան։ Ուղղակի այստեղ մի բան է գալիս, որ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն անձնապես, բայց նաև ոնց որ ինքը լոկոմոտիվն է, հաջողվեց այդ բացասական գծերը վեր հանել։ Ու դա դարձել է նոր նորմա։ Մենք խոսացել ենք ժամանակին, այսինքն կարող մարդը ամաչեր ինքը բան որ անբարոյականությունը ամոթ էր, հիմա դա արդեն նորմա դառնում, ու ստեղ մի հատ շատ հետաքրքիր բան ենք ուզում ենք մի օր խոսել, ասեցի Դավիթ Իշխանյանը, ես բայց Դավիթ Մաթեոսյանին հիշեցի, ով 18 թվին բանից հետո, իշխանափոխությունից հետո Դավիթ Մաթեոսյանը երկար տարիներ համ ոստիկանությունում էր աշխատել, համ մեր սահմանների պաշտպանության մեծ ներդրումն եւ շարժման մեջ էր եղել եւ Նիկոլ Փաշինյանի ընկերներ հարազատներ ու Նիկոլ Փաշինյանը ընտրություն ուներ 18 թվից հետո ես առաջի ստատուսս որ գրել եմ 18 թվից հետո որ իմ համար sense կարմիր լույսը վառվեց որ ունենալով Դավիթ Մաթեոսյանի կենսագրության պես մարդ իր կողքին ինքը Վալերի Ոսիպյանին է մի պետնշանակում իսկ Մաթեոսյան Դավիթը ինքը ոչ մի բան ու Դավիթը էլի իր կյանքով ապացուցեց ինքը գնաց զոհվեց 20 թվականի պատերազմին ու երկու որդիներն էլ այդ ընթացքում պատերազմի դաշտում էին այսինքն Նիկոլի ընտրությունն է եղել որ ինքը ընտրի Օսիպյանին թե Մաթեոսյանին այսինքն Նիկոլի ընտրությունն է եղել արտգործնախարար Զորիկ Մնացականյանին թե հարյուրավոր մարդիկ դիվանագետներ նաև բացի դիվանագետներ եւ նաև պայքարի ուղով են անցել այսինքն մարդիկ կային որ լուրջ պայքարի ուղի էին անցել ու իրանք փորձում էին մնային այսինքն բայց ինքն է ընտրել այդ ճանապարհը մենք չի եղել որ պատահական ստացվեց որ գիտես ինչ կա ու կամ մարդ չկար այդ կերպարի ու Նիկոլ Փաշինյանը այդ մարդկանց հետ իրան ավելի կոմֆորտ ազգում այն մարդկանց հետ ում վրա ինքը կարա այսինքն իր վերաբերվի ոնց որ ինչ ասեմ սա իր մատերիալ այս միտքը շարունակելով
իրականում այդ վատ ղեկավարների եւ վատ ղեկավարման սինդրոմն է դա։ Շատ հեշտ է ղեկավարել մարդկանց, ովքեր չունեն բարոյական արժեքներ, չունեն ողնաշարժ, չունեն սեփական կարծիք, ու նաեւ եւ այնքան վախկոտ են, որ իրենց վերադասին երբեք չեն հատաճարել, որպեսզի ասենք այդ պաշտոնը չկորցնեն։ Իսկ այն ինչ դու նշում ես, հա դա վատ ղեկավարման, որովհետեւ ուժեղ ղեկավարը կուզենա, որ ենթական նա իրանից խելացի լինի կամ ինչ-որ նեղ մասնագիտական գործողություն։ Դա իրեն կարա վիճի իրականություն ներկայացնի։ Հիմա այն ամենը նկարագրում ես, այո, դա հենց վատ ղեկավարի, այսպես ասած, ախտանիշներից են։ Նաև հեշտա ժերտվա տրվում, ինքը կարա հեշտ ժերտվա տա, ինչպես տեսանք, որ տվյալ պահին ինքը շատ հեշտ կարողանում է այդ մարդկանց ում որ ինքը ընտրել է կարողանում է որովհետև մարդիկ հետագիր չունեն ինքը կարողանում է բաներով մաքրել գիտես ինչ կա մի քանի որ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտնի է չէ որպես շանտաժիստ այսպես ասած ինքը ցանկացած մարդու հետ իրան կոմֆորտ աշխատել այդ մարդկանց հետ ու վրա ինքը կոնտրաբանդ ունի այսպես վարկաբեկիչ նյութեր ունի հա ու այս շրջանակում մենք նշում ենք իրանց հետ շատ հեշտ է նաև այդ պատճառով անգամ եթե ինչ-որ մի X կետում իրանց ճամփաները բաժանվեն, այդ ասենք Օսիպյանին էլ հեռացեց ինչ-որ մի պահից, Զորիկ Մնացականին էլ հեռացեց, Մյուսներին հեռացեց։ Այս մարդիկ չեն խոսում։ Դավիթ Տոնոյանը էլ ինչ ասեմ։ Դավիթ Տոնոյանը եզակիներից էր, որ դաժե նստում է, ինչ-որ ուզում է փորձի բան։ Հիմա ունի Գասպարյանին էլ, որ ուզում է խոսա, բայց էլի որևէ բան, այսինքն էդ էլ է խնդիր, էլի։ Եթե հիմա նայ մենք մարդկանցից ենք պահանջում, հիմա զինվորից պահանջում ես, ասում ես զինվորը Ռոբերտ Աբաջյանի օրինակը ասենք, որ հիմա էլի ցավակցենք մահացավ ու էդ էլ կուզեմ անդրադառնանք, որ մեր զոհերի ծնողները իրանք երկար չեն դիմանում, որովհետև այդ ցավը այդ ապրումները, որ իրանք ամեն ինչ շատ սարսափելի կեղտ է, նաև իրանք իրանք ցավի հետ, նաև իրանք իրանք հասարակությունը պետք է այդ մարդկանց արժևորի բարձրացնի։ Բայց ասածս ինչ է, որ այդ մարդու որն էր հերո, որ ինքը իր դիրքը չի լքել։ Բայց եթե այդ մարդուց այդ է պահանջը, դուք այդքան գեներալիզետ եք, դուք ձեր վրա պահանջ չունեք, այսինքն որ հասարակությունը ճշմարտություն ասել։ Եթե վերենք պարզ մաթեմատիկայի դաշտը, եթե մեկ զինվորի առաջադրանքը այդ դիրքը պահելն է հանում, դու ինքը պատրաստ է կյանքը զոհել, ապա մեկ գեներալի կամ նախարարի կամ ընդհանուր վարչապետի պարտականությունը պետք է դրանից 1000, 10000 կամ 50000 անգամ ավելի շատ լինի։ Որովհետև դու ղեկավարում ես 50000 զինվորներից, ասենք բաղկացած զորքը կամ 10000 զինվոր։ Այսինքն ինչքան քո պաշտոնը բարձր է, ինչքան քո լիազորությունները շատ են, քո իշխանությունը ավելի շատ է, որովհետև հենց այսօր այսպես ասած ցանկացած մարդու ասած իսկ քեզ կարող 1 րոպեում ձերբակալեն ու այդ լիազորությունն մեկ մարդ Հայաստանում։ Այսինքն ինքը տեսականորեն 3 միլիոն մարդ Հայաստանում կարա, ասենք լավ, այնց ամենաթեթևն ասենք 72 ժամով տալի կալանավայր։ Դա նշանակում է մարդ ունի լիազորություն 3 միլիոն քաղաքացու վրա։ Բայց հետևաբար դաշնոր 3 միլիոն անգամ պետք է պատասխանատվության զգացում ավելի բարձրանա։ Որովհետև եթե ես եւ դու մենք լիազորվում ենք մեր անձերի հանդեպ, եթե մենք ինչ-որ X բաժնի պետ կամ ինչ-որ X գնդի հրամանատար լիազորություն ունի ենթակա 10, 20, 50, 100-ի նկատմամբ, նշանակում է ինչքան քո լիազորությունները բարձրանում են, էլի ես ուզում վերադառնանք այս մասով սկսեցինք գերականությամբ ավարտենք։ Էլի ուզում գամ Պիղատոս Պոնտացուն։ Ինչու է այսպես ասած ինքը հենց այդ սիմվոլը, հա, հակահերոսը, որովհետև ինքը մի ամբողջ Իսրայելի բան էր, Հռոմի կողմից շարքված կուսակալն էր։ Դու մի ամբողջ այդ տարածաշրջանի, չգիտեմ այդ ժամանակները ոնց անվանեմ, դա պետություն չէ, երկիր, մարզ, շրջան, հա, նայող, գուբերնիա, կամ ինչ-որ մի նայել, նայողն է, այսինքն քո լիազորությունը ցանկացած մարդու ճակատագիրը տնօրինել է։ Հա, որտեղ դու շեշտ մենք ասում, Բագրատ Սեփազյան հիմա արդեն 1 տարուց ավել, 1.5 տարի ենք ազատազրկման հուլիս ամսից։ Մենք 1 տարի ենք ազատազրկման մեջ են։ Էլի վերադառնում ենք մեկ մարդու ցանկությամբ, պահանջով։ Հիմա էլի կտրում եմ, ինչքան լիազորությունները բարձրանում են, ինչքան դու հնարավորություն ես ավելի շատ մարդկանց ճակատագրեր տնօրինել, համամասնորեն պետք է բարձրանալ պատասխանատվության մակարդակը։ Բայց ուրիշներ գնացինք, ես ուրիշ բան եմ ուզում ասել, հա։ Ես հիմա մենք տեսանք Ճապոնիայի պարտությունից հետո, Գերմանիայի պարտությունից հետո
գեներալիտետը մեծ մասը ինքնասպանություն գործեց կամ մինչև դա չկարողեց։ Դու սա գիտես որ դա տարօրինակ է, որ այս պարտությունից հետո հրաժարական տվող չի։ Ոչ մի հրաժարական տվող չի եղել, որ կամավոր հրաժարական։ Ինչ ենք խոսում։ Մենք հումանիստ ենք, ինքնասպանության որ նա մարդը իր սխալ քաղաքականության պատճառով, իր սխալ օպերացիայի պատճառով այդքան զոհեր ա եղել մարդկային կյանքերը։ Այսինքն հրաժարական տվող չի եղել։ Դաժե ամենացածը պաշտոնի։ Էլ որ մնաց մենք խոսանք տենց ինքն ասում Ճապոնիայում մարդը ֆիրմայում աշխատող մարդը մի դետալ սխալ ստանում, որ կամ բանալու մարդը դուրս է գալի ինքնասպանանում, որովհետև ինքը իր ֆիրմային վնաս է տվել։ Ինքը պատվի խնդիր է, ասում ես ոնց կարամ շարունակեմ ապրեմ, երբ որ ես իմ սխալի պատճառով այդքան ֆիրմային վնաս եմ տվել, ոչ մարդկային կյանք։ Իսկ այստեղ որևէ մեկը ներողություն չխնդրեց պետությունից։ Այսինքն աբսուրդի աշճանը որն է, ու այստեղ ես չեք պահանջում մարդկանց ինքնասպան գոնե իրականությունը ճշմարտությունը ասեն։ Մեր խնդիրը որն է հիմա գոնե հենց ճշմարտությունը ասեն մարդիկ։ Մարդիկ, որոնք որ ամեն ինչ գիտեն, հիմա այսօր չի լինի, բայց մի հատ ավելի մի քիչ առաջ ընկնենք, մի թեթև իշխանապողությունից հետո ամբողջ իրականությունը դուրս է գալու ջրի պես։ Գիտես ոնց է դուրս գալու, որ ասում մենք դերն էինք, ես գիտեի, բայց որն է խնդիրը, որ մարդը լինելով ինքը լուրջ զինվորական, որ ինքը պատրաստ է, ինքը վախենում է ինքը որևէ բան հայտարարություն անի կամ ցուցմունք տա, կամ որ ազգնատեսել մի հատ ավելի շատ վատ բան ասեն, որ պաշտպանության նախարարները փախնում են քո երկրից, կամ եթե հայտարարողն է փախնում է դրսից ասում, ասում եք ստեղ ասեիք, հիմա դա է հայտարարություն, այսինքն sense բան աբսուրդի աշճան է սա ես չգիտեմ մտածում ենք իր մասին, ազատության, չգիտեմ, գույքի ու մնացած ամեն ինչի մասին։ Սա հավերժ թեմա է, սա այն թեման է, որի մասին մենք գրեթե ամեն անգամ ենք խոսում, որովհետև բայց այսօր շատ լավ եղավ այդ Չարենցի հետ կապված ու նաև ինչի զուգահեռ եղավ, որ Բաքվում գտնվող մեր տղաներին, որ նույն Ռուբեն Վարդանյանը խնդրանքը, որ ասում էր մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենց բան չի գնում, ասում է ժողովուրդ ջան, ով է ինձ պաշտպանելու։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ինձ ով է պաշտպանելու։ Այսինքն բառ չի արտահայտվում իշխանություն, որ որևէ մեկը հերնի տղամարդավարի ասի ես եմ քո պաշտպանը։ Դու ես դեռ ենթադրենք Ռուբեն Վարդանյանին ասում են Ռուսաստանի քաղաքացի է, բայց ենթադրենք տենց են ասում, բայց մնացած ռազմագերիները ով է այդ մարդկանց պաշտպանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը այդ մարդկանց պաշտպանը չի, ով է այդ մարդկանց պաշտպանը։ Դա թույլ կտաս այդ կոնսպիրոլոգիայի թեորիայի մեջ մտնեմ։ Այս վերջերս հրապարակվեն նոր ազնագրերի այդ դիզայնը կարմիր գույն, կապույտ գույն էական չի։ Մենք անցում ենք կատարում այս կան անձնագրերի այդ բրիտանական եւ եվրոպական կոնտինենտալ մոդելները։ Մենք հիմա անցնում ենք բրիտանականից դեպի կոնտինենտալի։ Դա կբացատրի Եվրամիության հետ վիզաների ազատականացման ոնց եմ ասում, բայց բրիտանական մոդելում կան հետեւյալ այդ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հնդկաստանում, այսինքն Բրիտանիայի 7 կառուցվածքական երկրներում, հա, որ Հայաստանում էլ է այդպես։ Անձնագրի կրողի Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է անձնագրի կրողի հովանավորը։ Այն ինչ դու ասում ես, որ այս փաստաթուղթը վկայում է նրա մասին, որ տվյալ մարդը կլինի Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, եթե իրար ինչ-որ խնդիր կա, այդ մարդու հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Դեսպանությունների միջոցով, օմբուդսմենի միջոցով, ինչ-որ այլ իրավապահ մարմինների միջոցով։ Հիմա մենք սա այս նոր իրական շատ ոնց ասեմ, կարող է փորձել նկարագրել, բայց երբ դու անձնագիրը քո ձեռքին ունենալու դրած որ սա ճամփորդական փաստաթուղթ է, դու ինքը արդեն այդ ստատուսությունը պետությունը ձեռքին լվանում է, պետությունը պիրատոսություն է անում։ Բայց նույն ձևի պիրատոսություն է անում հիմա, այսինքն այդ բանը մեր Բաքվի ռազմագերիները ուղղակի մնացել են Արիևի բարեհաճությամբ, որ կամաճուքին, որ ինքը որ պահին ենթադրենք ուզում է ենթադրենք Պողոսը կամ Պետրոսը վերընտրվի, ինքը այդ պահին մի քանի օր բաց է թողում, այսինքն այս մարդիկ մանրադրամ են դարձել, ոչ թե քո պետությունն է պահանջում, այն ինքը Արիևը որոշում, որ այս պահին ենթադրենք
Պողոսի գործերը վատը։ Ռեյտինգը իջել է, պետք է մի քանի տոկոս բարձր։ Այդ հոգի, 3 հոգի, էս ինչ մարդկային ճակատագրերը մի հոգով, 2 հոգով, 5 հոգով, դու եթե տալիս ես պայմանագիր ունես, ինքը պարտավոր ես դու բոլորին հասնել։ Կամ 5 հոգի, 7 հոգի ու ստեղել բան են անում։ Այդ ամենավերջին անբարոյականությունը, որ այդ դոզայավորված եւս 3 հոգի բերեցին։ Եվս այդ նարկոմաններին, որ ոնց են բանանում, այսինքն որ բանը ասելի որ 3 հոգով, 2 հոգով, բայց միշտ պահեն, որ այդ մարդը բանը, եթե պակասում է, մեկ էլ մի քանի հոգի էլի վերցնենք, էս ու ես իսկականից քեզ ասեմ, ես ինքս իմ համար հարցեր ունեմ մեր ազգի հետ կապված։ Այնտեղ մի հատ բաներ, որ արդյոք դու ուզես այն ազգի մասնիկը դառնալ, որ տեսնում ես մասսայաբար այդ մարդիկ հրաժարվում են իրենք ինքնությունից։ Դրա համար մենք փորձում ենք մերս նաև այս ոդքասթի միջոցով ինչ-որ մի հատ ասենք, չէ, մենք 2 տարի առաջ նույն ազգը չենք եղել, մենք հաշ չենք, մենք կարանք բարձրաձայնենք ու նաև մեր բաժին պատասխանատվությունը վերցնենք, չվախենանք էլ ասել, որ հա իրականությունը չվախենանք, մեր մասով ասել, որովհետև եթե ես էլ չասեմ, եթե դու էլ չասես, ես իմ գրականության միջոցով քո հրապարակողության էլ ինչ անենք, բայց նաև պահանջում ենք, որ ուրիշներն են խոսան, ինչն է դրդում չխոսալու կամ այդ ինչը փախնեն դրսից սկսեն խոսալ, դա ընդհանրապես կամ օգտագործեն ինչ-որ բաների կողմից։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Ներողություն ես օրվա շատ անկեղծության համար։ Մի քիչ էլ մենք ենք բացվում, ուղղակի տեսնում ենք, որ ինչ է կատարվում ու այս խաղադրույքները մեծանում են։ Ես կուզեմ այս խաղադրույքները իմ երազանքը նա կլինի, որ մարդիկ այս ընտրությունների ժամանակ ում ուզում են ընտրեն, բայց ընտրեն արժեքային բարոյական ճշմարտությունից ելնելով։ Էսի կուզեմ։ Եթե դու ասում ես կուզեմ հիշեցնեմ քո 21 թվականի գրառումներից մեկը այդ ընտրությունների մասով։ Դու ասում ես թող ընտրեն նրան, ինչպիսին իրենք կուզեն լինել։ Հա, թող քո ղեկավարը լինի երկրի վարչը լինի այնպիսի մարդ, ինչպիսին դու կուզես։ Եթե ուզում եք որ լինի խաբեբա, ստախոս, առանց սկզբունքների, օտարիչնալ սպասարկող, գնացեք, եթե դուք այդպիսին եք ձեզ պատկերացնում, գնացեք ընտրեք իրան։ Եթե ուզում եք ինչ-որ մի ոլորտում հաջողության հասած, չգիտեմ, դա կլինի բիզնեսը, գրականությունը, քաղաքականությունը, սպորտը, ընտրեք այդպիսի մարդկանց։ Այսինքն այդ քո հրապարակումը շատ լավն է, հենց այդ մասով, որ այո, մարդ պետք է ընտրի իր նմանին, կամ այնպիսի մարդը, ում ինքը կուզեր ինչպիսին դառնալ։ Այսօր մենք էլ խոսում ենք Ռուբեն Վարդանյանց կամ Դավիթ Իշխանյանից, այդ մարդիկ իրոք հիացմունքի արժանի են, կամ Բագրատ Սրբազանովի մյուսները։ Բայց կան նաև նրանք, ովքեր բացասական իմաստով են հիացմունքի արժանի, հա, մինուս նշանում։ Մինուս։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն, հաջողություն։